Նելի ջան, սուրճը պատրաստ է արդեն, տիկինը ժպտում է, ես այնքան համով սուրճ եմ պատրաստել մեզ համար։ Գիտեմ։ Հիմա կբերեմ միասին կվայելենք։ Տիկին դուք օգնես չէ հիմա ինձ։ Իհարկե անպայման։ Սպասի մի րոպե, մոտիկացնեմ։ Այ կնիկ, հիշում ես չէ, այս ինչքան գեղեցիկ է ժպտում։ Ուղիղ 60 տարի է անցել մեր ամուսնությունից, մեր ծանոթությունից, բայց մինչև հիմա Նելի ժպիտը ինձ գերում է։ Քո ժպիտն է, որ ինձ սենց առողջ ապահում, նախ հպարտ եմ, հետո շատ ուրախ եմ, որ Նելին իմ տիկինն է։ Նոյեմբերյանում բոլորն են ճանաչում Արմեն եւ Նելի Գոգինյաններին։ Նրանց մասին խոսելիս հաճախ կատակում են։ Այն երկուսը, որ առանց իրար կյանք չունեն։ Ինձ կասում են դուք նոյեմբերյանի էտալոնն եք։ Այսինքն մեր սերը այնքան շատ է, որ էտալոն են համարում։ Եվ իրոք, կեսդարյա համատեղ կյանքից հետո 78-ամյա Նելի տատը երիտասարդանում է Արմեն պապի ժպիտը տեսնելիս։ 63 թվականից ես նոյեմբերյանի 2 դպրոցներում աշխատում էի որպես նկարչության ուսուցիչ։ Մի լավ ուսուցչուհի ունեինք, անդադ ասում էր Գոգինյան ջան, ամուսնացիր։ Սենց աչք էի գցում, տենում որ աղջիկն է գեղեցիկ, կամ որ աղջիկն է համեստ եւ այլը։ Մեկ էլ մի օր դասարանից դուրս եմ գալի, Նելիանց դասարանն է։ Դուրս է գալի, աղջիկները դասի զանգը խփել են արդեն, վերջի ժամն է դուրս են գալի, մեկ էլ աչքս ընկավ, 2 հատ սիրուն ոդկ քայլում են առաջս։ Ու այս ոդկերի հետևից ես դուրս եկա, շատ լուր, շատ հանգիստ անցկացա, ուսումնասիրեցի նաև դեմքը ու անմիջապես, ինչպես ասում են, սիրտս կպավ։ 2 ոտքերի հետևից հանկել ու գնացել։ Հետո պարզվելա, որ դա ես եմ, հետաքրքրվել է սրանից, բոլորից հետաքրքրվել է։ Իսկ մեր դասանում մի հատ տղա կար, նա հարցրել դասանի աղջիկներից, ով ինչպիսին է, ով որտեղ է, ինչ անում, ինչ սիրածունի չունի։ Վերցրի ցուցակը իրանց մատյանից եւ այդ տղային ասի Ալբերտ ջան, դու աղջիկների համարներով վեր ես լուծում եւ ասում ես, որ աղջիկը սիրած ունի, որ մեկը չունի։ Նելին 8-րդ համարն էր, ես գիտեի, ինքը եկավ, առաջի համար ասավ, սա ունի են, երկրորդը չունի եւ այլը, գալով եկավ 8 համարին ասավ, որ սա սիրած չունի ընդհանրապես։ Շարունակեց մինչև 16-17 համար ասի լավ հերիքա վրախ է։ 10-րդ համարից հետո արդեն ինքը ոնց որ ասել էր պետք չի ասել ոչ մեկի մասին։ Իրանց դասարանի աղջիկները ինձ պատվիրեցին դիմակներ, 26 հատ պատրաստեի։ Բոլոր դիմակները պատրաստեցի համարյա նույնանման, բայց 2 աղջիկների դիմակի վրա մի փոքրիկ տարբերանշան դրի, որպեսզի պատտվիմ ու բարի հրավիրեմ Նելին եւ այդպես երեկոյթը շատ լավ անցավ, ես շատ մեծ բավականություն ստացա, որ Նելի հետ բարել եմ, ու այդպես սկսեցինք ծանոթանալը։ Շատ գեղեցիկ կազմվածք ուներ շատ, բայց դե ես չէի սիրում։ Ինքը երիտասարդ ժամանակ շատ սլացիկ էր, ինքը լավ սպորտսմեն էր, վոլեյբոլ էր խաղում, բասկետբոլ էր խաղում, վազում էր։ Դե ատլետիկայով էր զբաղվում, վազքեր, ցատկեր, նետումներ էր։ Վոլեյբոլի Հայաստանի առաջնություն է գնում, Նելին խաղում է, մի գնդակ ինչ որ պաս տվին եւ հեռու եկավ,
Նելին հետ եկավ, որ գնդակը հետ տա, մեկ էլ եկավ ուղիղ իմ վրա նստեց, այն որ ասում են քորն ինչ կուզե երկու աչք, ուրախությանս չափ չկար, Նելին երկու կողմից բռնեցի բարձրացրի, բայց արիտես որ Նելին այդ խաղը բրախեց, թողուց ու դուրս եկավ միջից, որ ես եմ նա պտտվեց որ շնորհակալություն հայտնե, իմանալով որ գուցե ուրիշ անձնավորության, բայց որ տեսավ ես եմ հետ տարավ ու գնաց։ Նելի, լանա այստեղ ես ինչքան գեղեցիկ ես, այն նոր կոստյում էի վերցրել, այդ կոստյումով ես նկարվել, բայց ես էլ վատը չեմ, չէ՞։ Շատ բա։ 65 թվին ամուսնացել ենք, ես իրան ավելի շատ եմ սիրել, քան թե ինքը։ Ինքը շատ դժվարության բա համոզվել որ ինձ ուզել։ Քիչ խռովականություն ուներ, բայց ոչինչ, այդ քիչ-քիչ արդեն դժվեցել էին։ Էստես ցուրտ օրեր դրա համար եկել եմ վերարկուով գրկել քեզ։ Չգիտեմ ինչից էի վիրավորվել, նեղացկոտ էի էլի, ասի թողում եմ գնամ, թե բայց ձերոնք ես կընդունեն, ասի որ չեն ընդունել իրաց աղջիկ։ Ասի նստի, դու տուն չունիս, քո տունը սա է։ Մենակ առաջ տարին այլել, որ մենք վիճվել ենք իրար հետ, ասած այններին ենք միշտ հաշտենք էլի։ Միշտ կարողացել ենք մեկս մյուսից հասկանանք։ Եվ ծնողասեր էր, եւ բարեկամասեր, եւ ընկերասեր, ամեն լավ բաներ իր մեջ կար։ Այնքան գնահատեցի ես, որ արդեն սկսեցի իսկապես սիրել։ Կնիկ ջան, այսքան տարի դու ինձ տարել ես, սա դարի խաղ է, եւ ես պետք է աշխատեմ, որ այս խաղը գոնե տանեմ։ Նրանք հաճախ են շախմատ ու շաշկի խաղում, բայց ոչ ժամանցի ու պարապ երեկոները լցնելու համար։ Արմեն պապն այսպես կնոջ միտքն ու հիշողությունն է թարմ պահում։ Ահա, իմ քայլը։ Ես էլ իմ քայլը։ Ուզում եմ մի հատ հարցակվեմ։ Նոր խաղաոճ է սկսել տիկինս։ Վերցրենք, կատարենք այսպիսի մի քայլ։ Շատ լավ է, տվինք սա։ Տարա։ Որ սենց նայում եմ, չէ, արդեն սիրահարված եմ։ Դե լավ էլի։ Որ սիրահարական մի բառ եմ ասում, երկու քար տալիս է ինձ։ Եկա։ Խաղալ ես սովորել խաղա։ Սովորել եմ, լավ եմ խաղում եմ։ Ստե խաղա տեսնեմ լավ ես խաղում։ Ված չի։ Ես քեզ հաղթելու եմ իմացել։ Շատ լավ, հասկացա, որ երկու հատ տանում ես։ Սա եկանք ստեղ։ 68 թվականին մրցումներ էր գնում, տեղական, իրան գիտեին, որ ինքը լավ է խաղում, շրջանում առաջ տեղ ընկավ, հետո որոշեցին, որ Նելին պետք է գնա հանրապետական մրցումների։ Հրաշալի խաղ է։ Սա էլ եկանք, թիմային մրցումներ էր, ինձ էլ ձևակերպեցին որպես իր մարզիչը։ Այդ առաջնությունում, որպես կին շաշկիստ, ինքը առաջի տեղ գնաց, բայց քանի որ մրցույթը թիմային էր, իրանք թիմային մի քանի միավորով այն մյուս թիմից հետ ընկան ու ստացան արծաթի մեդալ։ Դրա համար ինքը ոսկուց ծրկվեց։ Հետո գորոս պետո։ Դարի խաղ է սա։ Ահա,
Գիտեմ այդ սիրուն տշիկները։ Ապրես, արի ձերքդ համբուրեմ մի հատ, խոյ։ Ինձանից շատ խոսող չկա, նելին, հանգիստ իրա համար ես եմ խոսում միայն։ Ամեն ինչի վրա խոսող, ամեն ինչի վրա։ Այդ ես այնքան հանգիստ եմ, որ ստի անի տեղել չեմ տնում էլ։ Նույնիսկ երեխաներն ասում են, շատ ես խոսում։ Ասում եմ, լա իմ գլխի մեծությանը մտի կարեք մեջը լիք խելք հա։ Խելքս ասում որ խոսում եմ, խո հենց ունենց բաներ չեմ ասում։ Արմեն ջան, արի մի քիչ խաչպարլուց ենք։ Զոքանչի սիրելի էակը։ Զոքանչի սիրելի էակը։ Փեսան այլ երևի։ Փեսա։ Շաշկին էլ իդեպ հաճախ փոխարինում է խաչբարով։ Թող չձանձրանա իր սիրելին, թող արթնացնի մտքում քնած բոլոր բարերը, դատարկ վանդակները լրացնելու համար ու թող մի լավ ծիծաղի իր հորինած բարերի վրա։ Քենակալ։ Քենակալ։ Հա։ Կնոջ չէ, ներողություն են, կնոջ քրոջ ամուսինը։ Այդ մեկը լավ։ Շտապ շախմատային խաղ։ Բլիթ։ Մենք էլ բլիթ խաղարինք այ կնիկ շաշկի։ Հա, բա ինչ կանենք։ Նայր ուշադիր, ապրես, պահում ես երազանքդ և այդպես լուսանկարում եմ, ապրես։ Կուժնարայելա գնացի սարը, կանգնած է ճամփին իմ ձիվան։ Իմ սիրած յարը, ժան, նայում ես սրան, նայում ես այս ստեղ, ես մի հատ լուսանկարում եմ այդպես քեզ։ Շարժվես, հանգիստ, լուսանկարում եմ, ավելի լավակ մի պահ կժին նայես, այդպես քո խոնար աչքերով, շատ լավա, նկարեցի, ապրես։ Երիտասարդ տարիներին Արմեն Պապը գյուղի վարպետ լուսանկարիչներից էր։ Հասարակ ընտանեկան ճաշն ու զբոսանքն անգամ երջանիկ հիշողություն էր դարձնում։ Այդ լուսանկարներից յուրաքանչյուրը ամուսինների համար թանկ հուշ է և միայնության մասին մոռանալու, լավ օրերը վերհիշելու առիթ։ Ոյ ուտեմ թշիկը, սենց արա, սիրուն նկարել։ Լուսանկարչությամբ զբաղվել եմ ուղիղ 30 տարի։ Նրանից հետո զբաղվել եմ արդեն խաչքարագործությամբ, տիկինների մատանեկարներ էլ ունի մարած, յուղաներկ էլ ունի մարած, լուսանկարչությունը երբ ինձ սկսեց ապահովել, որ ես լիարժեք հաց ուտեմ, գեղանկարչությունը ես թողի։ Առաջ անգամ եկա ֆոտոն, քո ձեռքերը արդեն դողում էր։ Են ձեռքերս չէր, են սիրտս էր դողում, սիրտս։ Սիրում եմ քեզ, ինչու։ Քո այդ սիրո բառերից ոտքերս դողում են արդեն։ Էլ չեմ ասում, որ սիրտս թրթռում է։ Որ ամուսնացանք, ես ծնանք ապրող տղա էի, փողեր չունեի, բայց և որ ֆոտո բացարի և գրպանումս փող առաջացավ, որոշեցի, որ Նելիի հետ արդեն մեր ամուսնությունից 5 տարի անց գնանք ամուսնական երթևեկության։ Արի, հայկնիկ, արի, ստեղ նստի, հանգիստ, սպասի, մի րոպե, տիկին ջան։ Որքան էլ դողան ձեռքերը, որքան էլ կրեն ժամանակի հետքն ու կնճիռները, միևնույնն է, սիրելիին խնամելիս դրանք հրաշքով վերագտնում են իրենց ճարպկությունը, ստանում երիտասարդական ուժ ու ճկունություն։ Ասի օգնեմ, հիմա կանգնում ենք, միշտ ես դեպքերում ես գրկում եմ, համբուրում եմ կնոջը, ու նոր իր հագուստը սկսում եմ հագցնել։ Զգուշ կանգնի, էսա հիմա շորդ կբերեմ։ Ինքը ամեն առավոտ և ամեն իրիկում ինձ ստանում զբոսանքի։ Շատ ուշադիր ու հոգատար է։ Ինքը ինձ ավելի շատ է սիրում։
Մեծ վիճակին ինքն այդքան ուշադիր այն նկատմամբ։ Այդ սերն ինչով կարելի է բացատրել։ Ժամանակին ես եմ հիվանդացել ինքնապահել, հիմա էլ ինքնահիվանդ, ուժս ինչքան ներում է, ես եմ իրան պահում։ Ուր են գնալու բահին։ Բանջարեղենի խանութը Ստյոպանց, ուզում եմ քեզ համար մանդարին առնեմ։ Ապրես արմինչ։ Դե հիմա մի րոպե կնստից, ես այդ շորը ցակնում։ Ապրես, շատ ապրես։ Արմեն ջան, դու էլ տակ հագնվի, որ չմրծես։ Տակ հագնվի, մայ կնիկ։ Ենքու նվիրած շարֆն եմ գցում, տես։ Շատ սիրունակցի։ Անցյալ տարի նոր տարին է նվիրել։ Իսիլ այսպես։ Արի օգնեմ։ Այ կնիկ ջահել տղա եմ ինձ օգնելու ինչ կարիք կա։ Ես պատրաստ եմ արդեն, դե արի։ Օպա։ Ապրես, Արի, հանգիստ արի։ Մի գնում ենք բանջարեղենի խանութը։ Պետք է տեսնել Արմեն պապի հենարան դարձած բազուկը կնոջ հետ քայլելիս։ Հանկարծ չսայթաքի իրենից խլելով այն ժպիտը, որն արդեն 60 տարի շարունակ լուսավորում է նրա կյանքը։ Շատ լավ մանդարիններ են, ախր, շատ լավն են, Մի 6 հատ վերցնեմ, չէ։ 6 վերցնել 8 վերցնել։ 8 վերցնեմ։ Հա 8-ը ինչ լավ թիվ ասավ, զույգ թիվ ասավ, ես զույգ թվերը շատ եմ սիրում։ Ոյ, հրաշք մանդարիններ են, հրաշք։ Արմեն հիշում ես, որ մարտի 8-ին եկար մերտոն, հետո մանդարին բի։ Մանդարիններ։ Ես կլպեց չէ, քեզ համար։ Բայց մատուցեցի։ Արմեն պապի ու Նելի տատի սերը դիմակայեց ժամանակի փորձությանն այնպես, ինչպես իրենց հին ծննդավայրը անցնող դարաշրջանների փորձություններին։ Տես ինչքան գեղեցիկ այգի ունենք մենք, մաքրել են, սարքել են, լավ է, չէ։ Շատ լավ է, շատ լավ։ Հենց մեր նախկին նստած տեղը նստեցին, ես նույնիսկ սիրային նամակներ եմ գրել, իր մասին ունեմ նաև բանաստեղծություններ գրած։ Ժպիտ ունես քո դեմքին, շատ գեղեցիկ ու անգին, այդ գեղեցիկ ժպիտդ գիտեմ չես տա ամենքին, Ջոկոնդայի նման հեզ, այդ որքան է սազում քեզ։ Իհարկե խոստովանում եմ ես, որ ինքը ինչքան ինձ սիրում է, ճիշտ է ես չեմ արտահայտվել, բայց ես կրկնակի եռակի անգամ ավելի շատ, նույնիսկ շատ եմ սիրել իրան, իրա մարդկային հատկությունների համար, ու հիմա էլ շատ եմ սիրում։
Այս քաղաքը տեսել է նրանց առաջին հանդիպումը, վայելել առաջին կողք կողքի քայլերը։ Թեև ամուսինների ընթացքը փոքր-ինչ դանդաղել է, քաղաքն էլի նույն սիրով է գրկում նրանց, նույն սիրով էլ հիշեցնում լավ ու վատ օրերը։ Տանի մի քիչ քեզ ֆարֆարացնեն, վաղուց տանից դուրս չենք գալի։ Ինչ որ հիվանդացել ես, այս կողմերի վրա չենք եկել։ Հիշում ես, որ սարերն էինք գնում միասին, մի լավ մանկանք այգնենք, լավ եղանակ, արև եղանակ։ Հա, այո, բարև ցավդ տան, ինչ կան էլի ջան, չէ հիմա չեմ կարա ցավդ տանիմ, նկարահանմ անեմ, Երևանից եկել են կինո են հանում, դու էլ կնայես այդ կինոն օրը լի։ 60 տարի իրար հետ ապրել ենք, մեզանից ով ավելի հոգատար, ես թե դու, Խոստովանեց զավակս, միշտ առաջտուներն է անում ինձանից, մի կերպ պտվենք հարևանների տներով բանով, որ բանջացնենք, նելի ես եմ շատ խոսում, թե դու։ Դու ինքան շատ ես խոսում, որ գլուխներս տանում ես։ Գլուխները դուր եմ տանում դեր տեղում։ Շատ ես խոսում, դու շատ։ Նելի, ես եմ քեզ շատ սիրում, թե դու ես ինձ սիրում։ Երկուս էլ իրար շատ ենք սիրում։ Հրաշքա։ Լավ է, որ ես դեպքերում նորույթ ես իմանում էլի։ Դու այնքան շատ ես սիրում ինձ, որ քո սիրուց ես այդքան վարակվեցի, ես սկսեցի քեզ ավելի շատ սիրել։ Ապրես, ես շատ ուրախ եմ։ Ով է զանգակ, ով է բամբակ մեզանից։ Պարզ է, որ զանգակը ես եմ։ Ինչի համար ես դու զանգակ։ Ինչի համար, որովհետև անընդհատ խոսում եմ, ասում եմ, դե զանգակն էլ պետք է ձենը դուրս գա էլի։ Բա, դու շատ սպիտակ ես նախ, դրա համար բամբակ եմ ասում քեզ, բացի սպիտակ լինելը և հոգով ես փափուկ, և նաև մարմնով ես փափուկ, դրա համար բամբակին նմանը դուն ես, իսկ ես զանգակ եմ կոշտ, չոր, առավելություն ունի, քիչ է խոսում, լավ է, որ լսողությունը տեղնա, բայց էլի մեկ-մեկ չի լսում էլի։ Սայ, թշուկի մոտի կարան, աստոր ես։ Ճիշտ է, մենք եկեղեցում չենք ամուսնացել, բայց մենք մարդ ենք, մենք հոգի ենք։ Մենք գիտենք, որ եթե ամուսնանում ես տվյալ անձնավորության հետ, ուրեմն տվյալ անձնավորությունը քեզ համար և ամենագեղեցիկն է, և ամենահզորն է։ Այգնիկ, հիշում ես չէ, ինչ այդ վաղթու թարվարուն, այսպես դժվարանում չէիր քայլելուն, բայց ոչինչ, այդ հիվանդությունն էլ կանցնի։ Հիշում ես այս նստարանը, շատ տարիներ առաջ ինչքան երիտասարդ էինք, որ գալիս էինք ստեղ նստում, իրար հետ զրուցում, արի օգնեմ ես քեզ հիմա, այն ժամանակ թարվարուն գալիս էիր, օպա, շատ լավ, ես էլ նստեցի, ես քեզ համար գրպանումս մի հատ մանդարին եմ բերել, որ կլպեմ պատիվ տամ քեզ, բա, մեր երիտասարդությունը հիշենք, հիշում ես չէ, այն որ ես կլպում էի այն ժամանակ ձեռքերս չէր դողում, հիմա իմ ձեռքերն է դողում, դու էլ չես կարողանում քայլես, տես ծերությունն ինչ բան է, բայց քանի որ մենք սիրով ենք ապրել, երկուսս էլ իրար սիրել ենք այդքան ժամանակ, մենք այս ծերությունը, այս մեծությունը բանը չենք զգացել, տես ես ինչ մանդարին է, սա շատ քաղցր մանդարին կլի հայկանի, օգտվի, քանի որ քեզ շատ եմ սիրում, ուզում եմ իմ մանդարինը կիսցել քեզ պատիվ տամ, բա, չի ծաղում է։
Ժամանակն անցավ, այ կնիկ, մենք էլ ծերացանք, բայց մեր սերը մնաց երիտասարդ։ Էս էլ մեր կարապի երգն է։ Բայց ոչ վերջի երգը։ Իհարկե, մենք դեռ շատ ենք երգելու։ Շատ ենք երգելու, հա, շատ ենք երգելու։ Շատ։